ես մի հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել, որը գուցեև պատահաբար վրիպել է բոլորի աչքից։ Այս գործող քաղաքական ռեժիմը գալով իշխանության հավաքների միջոցով կարող ենք արդեն պաշտոնապես արձանագրել, որ ամենաշատն է սահմանափակել հավաքների սահմանադրական ազատությունը։ Ընդ որում, հավաքների սահմանադրական ազատությունը ըստ էության հանդիսանում է գործիք իրավունք, որովհետև հավաքի մասնակիցը դրանով արտահայտում է իր կարծիքը, դա պարտադիր չի լինի ընդ որում քաղաքական։ Դա կարող է լինել սոցիալական, հասարակական, մշակութային եւ այլն։ Բայց արդեն 2020 թվականից սկսած հայտնի արտակարգ դրության ժամանակ, որը թեև չպետք է արտակարգ դրություն լիներ, հետո շտկումները կատարեցին, բայց եղան առաջին սահմանափակումները։ Հետո թարմացնելով բոլորիս հիշողությունը պետք է հիշեցնեմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման մեջ դրվեցին սահմանափակումներ, որոնք պատերազմի նոմինալ ավարտի նոյեմբերի 9-ից 10-ից հետո դարձան քաղաքական ռեպրեսիայի գործիք, քաղաքական ուժերը եւ այն անձանց համար, ովքեր մասնակցում էին հավաքների եւ կամ անգամ Facebook-ում կամ որևէ այլ սոցիալական ցանցում քննադատում էին գործող իշխանությանը, հարուցվում էին քրեական գործեր հավաքներին մասնակցելու համար կամ քննադատելու համար եւ անձինք փաստորեն զրկվում էին ազատությունից կամ առնվազն ենթարկվում էին քրեական հետապնդման, իրենց կարծիքի արտահայտման ազատությունը կամ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքը իրացնելու համար։ Այդ մասով ժամանակին մարդու իրավունքների պաշտպան այն ժամանակվա պարոն Թաթոյանը դիմել էր սահմանադրական դատարան, ես, պարոն Արծվիկ Վինեսյանը, պարոն Արթուր Ղազենյանը դիմել էինք վարչական դատարան, թե սահմանադրական դատարանը արձանագրեց, որ հավաքների եւ կարծիքի արտահայտման սահմանափակումը հակասահմանադրական էր, վարչական դատարանը արձանագրեց, որ դա ոչ իրավաչափ էր։ Հետո փաստորեն իշխանությունը գնաց արդեն նոր սահմանափակման, ինչպես մեր գործընկեր պարոն Հարությունյանը շատ մանրամասն ներկայացրեց, սկսեց հավաքների ազատության կարգավորման արտաքուս նորմալ ընթացակարգ, օրենսդրական կարգավորում, իբր նյութապես շահագրգռելն ենք փորձում կանխել, բայց դրա անորոշությունը բերեց սահմանադրական անվտանգության համակարգի լիակատար փլուզման։ Երբ մենք այժմ ունենք Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ անձինք, ովքեր կալանավորվել են, անգամ պարոն Չալաբյանի մասով պարոն Հարությունյան, եթե չեմ սխալվում, կա մեղադրական վճիռ, որը բեկանվել է վերաքննիչ դատարանի կողմից, այժմ վճռաբեկ դատարանն մի տարի է սպասում է սահմանադրական դատարանի որոշմանը։ Սահմանադրական դատարանները սպասում են Վենետիկի հանձնաժողովին, սպասելով։ Փաստորեն ինչ է ստացվում, որ այնպիսի եւ դա արձանագրվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից, ի սկզբանե ներկայացված է եղել մեր դիմումում, եթե չեմ սխալվում, պարոն Հարությունյանի միջնորդությամբ էլ, որ տրված ձևակերպումը ոչ որոշակի է։ Տեսեք, երբ օրենսդիրը կատարում է նորմատիվ իրավական փոփոխություններ օրենքում, ապա այն պետք է լինի այնքան որոշակի, որպեսզի հասարակության ներկայացուցիչների դրա հասցեատերերի համար հստակ եւ պարզ լինի, ինչպիսի գործողություններ անելն է իրավաչափ, ինչպիսի գործողություններ անելն է արդեն ոչ իրավաչափ, իր մեջ պարունակում իրավախախտում կամ հանցագործություն։ Այս դեպքում իշխանությունը այնպիսի կարգավորում էր մտցրել, որ հավաքի կազմակերպիչը, որը ողջամտորեն պարտավոր է հոգալ հավաքի մասնակիցների կամ կարող է հոգալ հավաքի մասնակիցների կեցության ծախսերը, սննդի ծախսերը կամ այլ որոշակի ծախսեր կատարել, այդ թվում տեխնիկայի հարցեր լուծել օրինակ, դա տրված իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հավասարեցվել էր հանցագործության։ Եվ այո, թվարկված անձինք հետապնդվել են այնպիսի գործողությունների համար, որոնք ողջամտորեն տեղավորվում են հավաքի կազմակերպման իրավաչափ կոնցեպտի մեջ, օրինական կոնցեպտի մեջ եւ որևէ պարագայում չէին կարող դիտարկվել որպես իրավախախտումներ, առավել եւս հանցագործություններ։ Այսինքն սա եւս մեկ անգամ ապացուցում է եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից արդեն իսկ արձանագրված է եւ դրանից տրամաբանորեն բխում է, որ իշխանությունները օրենքի անորոշությունը օգտագործել են քաղաքական օպոնենտներին թեկուզ եւ ժամանակավորապես չեզոքացնելու միջոց։ Սահմանադրականության եւ օրենքի տեսանկյունից սա ամենավտանգավոր մոտեցումն է, երբ որ օրենքը սկսում է ծառայել ոչ թե ամբողջ հասարակության շահը գեներացնելու համար, այլ կոնկրետ որոշակի քաղաքական ուժի շահերը սպասարկելու եւ այլ քաղաքական ուժերին կամ անհատներին քաղաքականությունից կամ հասարակական կյանքից հեռացնելու միջոց։